Բարդասիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր արդեն մայիսի 15-ն է, քիչ առաջ վերադարձել Գյումրիից, Հայաստանում էի, կարևոր մեկ գործ կար Հայաստանում, դրանից բացի միշտ էլ շատ եմ կարոտում Հայաստանին, դրա համար միշտ հաճելի է գտնվել Հայաստանում։ Երկու խոսքով կիսվեմ տպավորություններից, քանի որ նախընտրական շրջան է, հետո արդեն անցնենք մնացած կարևոր հարցերին, իսկ այդպիսի հարցերը շատ են։ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, հայտարարություններ, Հայաստանի մասով Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունն է հայտարարությամբ հանդես եկել, դրանից բացի մենք տեսնում ենք, որ Ադրբեջանից կան հայտարարություններ, Ռուսաստանից մի քանի հայտարարություններ, թե արտգործնախարարի մակարդակով, թե փոխվարչապետի մակարդակով, դրանից բացի կարևոր է քննարկել նաև Սամվել Կարապետյանի երեկվա հայտարարությունները ճանապարհների եւ դպրոցների վերաբերյալ հասկանանք, թե ինչ է դա ընդհանրապես նշանակում եւ դրանից բացի անպայման պետք է անդրադառնանք Ուկրաինային։ Երևի գիտեք ինչքան իրավիճակը լարվել է հիմա Ուկրաինայի շուրջ եւ կարող է նույնիսկ ավելի լարվել, քանի որ Բելարուսից պատրաստվում են բացել երկրորդ ճակատ ընդդեմ Ուկրաինայի։ Սարսափելի մասշտաբների են հասել դրոնային հարվածները, այդ մասին էլ կխոսենք, եւ Իրան եւ դրանից բացի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Չինաստան հարաբերություններ։ Ահա այս հարցերը մենք այսօր կքննարկենք։ Ուրեմն նախ ինչ տպավորություններ Գյումրիից։ Ես տեսա բազմաթիվ պաստառներ, մեծ պաստառներ, ինչպես ընդդիմության, այդպես էլ իշխանության կողմից եղադրված եւ ասեմ այն, որ ի տարբերություն Վրաստանի շատ ավելի շատ են ընդդիմադիր պաստառները աչքի ընկնում միանգամից, նույնիսկ Սամվել Կարապետյանի պաստառները ամենայն հավանականությամբ ավելի շատ էին, ինչը ես տեսա, միանգամից աչքի զարնում է։ Իսկ դա նշանակում է այն, որ Հայաստանում իրոք հաստատվել է ժողովրդավարություն։ Ես ուղղակի հույսով եմ, որ այդ ժողովրդավարությունը, որը հաստատվել է, այն չի կործանի Հայաստան երկիրը։ Դրա մասին ես միշտ խոսացել եմ եւ քանի որ այդ հարցին անդրադարձա, նաեւ ասեմ այն, որ իրոք նկատվում է ռուսական ռազմաբազայի ակտիվությունը, դե գիտեք, հաճախ եմ լինում Գյումրիում, բայց այսօր տեսա, որ օդում ինքնաթիռներ կային, ռազմական ինքնաթիռներ կային, դրանից առաջ ես չեմ հանդիպել ռազմական ինքնաթիռներ օդում, հավանաբար ռուսական ռազմաբազայի։ Անպայման կխնդրեի ձեզ գրեք ձեր կարծիքը այս հարցով, հատկապես գյումրեցիներին կխնդրեի, թե որքան հաճախ են նման բաներ գրանցվում, այսինքն նման դեպքեր հաճախ են գրանցվում, թե չէ, երբ որ Ռուսաստան բազան, 102-րդ բազան ինքնաթիռներ է բարձրացնում օդ եւ ինչ որ ցուցադրական թռիչքներ է իրականացնում Գյումրիի վրա։ Սա այսպես։ Հաջորդը այն է, որ ժողովրդի մեջ ես տեսա մի պատկերացում, որը որ այդքան էլ իրականության չի համապատասխանում, մասամբ է իրականության համապատասխանում, այն առումով, որ իբր բոլոր ջավախցիները գնալու եւ քվեարկելու են Սամվել Կարապետյանի օգտին։ Դա սուտ է եւ դա անհեթեթություն է։ Ճիշտ է, աշխատանքներ տարվում են ջավախի հայերի ուղղությամբ, այդ մասին ես էլ եմ ասել, կան տեղեկություններ, հաստեր չունեմ, կան ուղղակի տեղեկություններ այն մասին, որ փող են բաժանվում, շատերն են հիմա դրա մասին խոսում, մարդկանց փորձում են կաշառել, տանել նաև հանրահավաքների։ Ես ինքս անձամբ հակված եմ հավատալ եւ ինքս իմ մեջ համոզված եմ, որ նման բան կա, բայց դա չի նշանակում, կրկնեմ, որ բոլոր ջավախցիները գնալով ընտրելու են օրինակի համար Սամվել Կարապետյանին կամ Ռոբերտ Քոչարյանին։ Նույնիսկ ասեմ ավելին, ճիշտ հակառակը, ամենայն հավանականությամբ մեծ մասը, ովքեր որ մտադիր են մասնակցել ընտրություններին, պետք է որ քվեարկեն Հայաստանի ներկայիս իշխանությունների օգտին։ Ես տեսնում եմ տարբեր մարդկանց, ովքեր որ իրոք համակրում են այսօրվա Հայաստանի քաղաքական կուրսը եւ բացեբաց ասում են, որ իրենք աջակցելու են
Հայաստանի ներկայիս իշխանություններին, այսինքն նրանք, ովքեր որ Հայաստանի քաղաքացիություն ունեն։ Տեսնում եմ նաև նրանց, ովքեր որ հակառակն են ասում, չէ, ասում են մենք պետք է դեմք վերարկենք այսօրվա իշխանություններին, բայց իրավիճակը մոտավորապես այնպիսին է, ինչպիսին որ Հայաստանում է։ Կարող է մի փոքր տարբերվում է, եւ նրանց բացի կարող է ավելի հեշտ է այդ կաշառք բաժանողների գործունեությունը ի տարբերություն Հայաստանի, քանի որ այնտեղ շատ ավելի արագ եւ հեշտ են հայտնաբերում այդ դեպքերը, բայց այնպես չէ որ ջավախում չեն հայտնաբերի կամ ջավախցիներին չեն հայտնաբերի։ Այսինքն մեծ հաշվով տարբերությունը շատ մեծ չէ։ Դրա համար այդ բոլոր խոսակցությունները, որ ջավախքից հիմա գալու եւ քվեարկելու են ընդդեմ Նիկոլ Փաշինյանի օգուտ Սամվել Կարապետյանի, դրանք շատ ու շատ չափազանցված են։ Հաջորդ հարցը վերաբերվում է Սամվել Կարապետյանի հայտարարությանը երեկվա դպրոցների վերաբերյալ։ Դուք տեսաք, չէ, արագ իրեն որ հարց տվին, արագ ելույթ էր ունենում եւ ասում է, որ ուղեղ չունեն, դրա համար դպրոցներ եւ ճանապարհներ են կառուցում։ Ինչ է սա նշանակում։ Ես ուզում եմ այս հարցը անպայման մենք մեկնաբանենք եւ հասկանանք։ Դպրոց կառուցում են նրա համար, որ մարդիկ կրթվեն։ Մարդիկ կրթվեն, երկիրը զարգանա, իրոք մարդիկ, երեխաները անուղեղ չմնան, անկիրթ, անգրաքետ չմնան եւ երկիրը զարգանա։ Եվ մենք բոլորս ապրենք բարեկեցիկ երկրում։ Երբ որ ասում եմ մենք բոլորս, նկատի ունեմ Հայաստանի Հանրապետությանը, իհարկե ոչ Վրաստանը, տվյալ պարագայում, բայց եթե մենք չկառուցենք դպրոցներ, մենք չենք կարող նորմալ ձևով կրթվել։ Միայն ճիշտ դպրոց կառուցելով չէ, պետք է նաև մանկավարժների որակը նույնպես բարձրացնել, մարդկանց ուղղորդել, առաջնորդել, օգնել կրթվելու համար, սակայն այդ հայտարարությունը ոչ թե շատ սխալ է, այլ նաև շատ վտանգավոր հայտարարություն է, որ խելք չունեն, որ դպրոցներ եւ ճանապարհներ են կառուցում։ Հույսով եմ պարզ է, եթե մենք ուզում ենք դառնալ Եվրոպայի նման բարեկեցիկ երկիր, Եվրոպայում շատ մեծ եւ կարեւոր դեր է հատկացվում դպրոցներին եւ նրանց բացի մնացած կրթական հաստատություններին։ Բարձրագույն ուսումնական հաստատություններին նույնպես։ Ինչ վերաբերվում է ճանապարհների մասով, ճանապարհները կոմունիկացիա են, ճանապարհները կապ են, միջպետական ճանապարհների մասին էլ չեմ խոսում, որքան կարևոր են դրանք երկրի զարգացման համար, բայց կարևոր են նաև ճանապարհները, քաղաքից քաղաք, քաղաքից գյուղ, գյուղից գյուղ։ Եթե չլինեն ճանապարհները, ապա գյուղերից բերքը չի հասնի քաղաք։ Եվ քաղաքից քաղաք նույնպես առևտուր չի ծավալվի։ Եթե չլինեն մեջպետական ճանապարհները, նույնպես երկիրը աղքատ կլինի, այսինքն ամենակարևոր ենթակառուցվածքն է ճանապարհը եւ ճանապարհների որակից ուղիղ կախված է նաեւ մարդկանց կյանքի լավ եւ վատ լինելու որակը, ուղիղ կապված է։ Դրա համար ես ճիշտ հակառակի մեջ եմ համոզված, որ շատ էլ խելք ունեն այսօրվա իշխանությունները, որ ճանապարհներ եւ դպրոցներ են կառուցում։ Ամենակարևորն է դա։ Ամենակարևորն է դա, հավատացեք։ Դրանից բացի թե 3 թե այսօր ամեն օրվա ռեժիմով մենք փաստացի նորանոր տեղեկություններ ենք ստանում հակակոռուպցիոն կոմիտեից, որ նոր ձերբակալություններ կան, նոր բացահայտումներ կան, ամեն օրվա ռեժիմով մի քանի զայնագրություն է հայտնվում սոցիալական ցանցերում, կայքերում, լրատվամիջոցներում եւ մենք բոլորս համոզվում ենք, թե ինչ մասշտաբների ահռելի մեծ կաշառակերության տեմպեր են փաստացի գրանցվում Հայաստանում եւ լավ, ակտիվ, արագ աշխատում է հակակոռուպցիոն կոմիտեն։ Իրոք ես տպավորված եմ։ Երեք փաստացի արդեն ի հայտ են գալիս նաեւ Քոչարյանի թիմից ընտրակաշառքներ։ Դա էլ զարմանալու չէ։ Ի տարբերություն Սամվել Կարապետյանի, համեմատ նրանք փող ավելի քիչ են երևի ծախսում, բայց որ նման դեպքեր են գրանցվում նաև իրենց մոտ, դա եւս զարմանք իմ մոտ չի առաջացնում, այդ չլինելը զարմանք կառաջացներ միանշանակ։ Ինչպես ամենասկզբում նշեցի, երեք շատ կարևոր հայտարարությամբ հանդես եկավ նաև
Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը Երևանում նրանք էլ ողջունեցին Թուրքիայի այդ որոշումը ուղիղ առևտրի հետ կապված Հայաստանի հետ, երեք մենք այս մասին խոսել ենք, փաստացի այդ որոշումով հեշտանում է առևտուրը Հայաստանի եւ Թուրքիայի միջև, ճիշտ է, երրորդ երկրների միջոցով դեռևս, բայց սա մի փոքր կարծես թերագանահատված քայլ է, քիչ քննարկվող համեմատ քայլ է, բայց շատ պակաս չէ սահմանի բացումից։ Ճիշտ է, ուղիղ սահմանի բացումը մեծ էֆեկտ է ունենալու տարբեր առումներով, բայց այս քայլը նույնպես ես կարծում եմ տնտեսական օգուտներ կբերի եւ այս ամենի տրամաբանական շարունակությունը արդեն կլինի հայ-թուրքական սահմանի բացում, այսինքն սարի հետևում չէ ամենայն հավանականությամբ հայ-թուրքական սահմանի բացումը եւ սա առաջին եւ կարեւոր քայլն էր, առանց այս քայլի սահման Թուրքիայի հետ դժվար թե բացվեր եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը կարևոր է որ ողջունել է եւ մենք տեսնում ենք ամեն մի փոքրիկ հաջողության համար Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը եւ ընդհանրապես Ամերիկայի Միացյալ Նահանգները ջանք չեն գնայում եւ հետո էլ ողջունում են հայ-թուրքական հարաբերությունների մեջ առաջընթացը եւ այստեղից մենք հասկանում ենք թե որքան կարեւոր է դա նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Երեք հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Իհմեդ Գաջիևը, նա ասում է, որ Հայաստանի հետ Ադրբեջանը հարաբերություններ է հաստատում, քանի որ ուզում է, որ խաղաղություն եւ ստաբիլություն լինի եւ այդ հաստատվող հարաբերությունների ապացույցը այն է, որ իրենք ուզում են խաղաղություն եւ ստաբիլություն տարածաշրջանում։ Երեք, եթե նկատեցիք, նաեւ Նիկոլ Փաշինյանն է մի քանի հայտարարությամբ հանդես եկել, օրինակի համար 102-րդ ռազմաբազայի մասով է արտահայտվել, որ ինքը չի վախենում, որ այդ ռազմաբազան վտանգ է ներկայացնում Հայաստանի համար։ Ահա այստեղ ես համաձայն չեմ, իրոք համաձայն չեմ Նիկոլ Փաշինյանի հետ, ըստ ինձ կարող է գալ այն պահը, երբ ռազմաբազան լուրջ վտանգ ներկայացնի Հայաստանի համար։ Հնարավոր է Փաշինյանը չի կարող այդ մասին բացեբաց արտահայտվել, հնարավոր է դիտմամբ շատ ինքնավստահ է արտահայտվում, բայց իրականությունը այն է, որ այդ ռազմաբազան ցավոք սրտի այսօրվա Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության պայմաններում այն վտանգ ներկայացնում է Հայաստանի համար։ Ցավոք սրտի այն ներկայացնում է վտանգ։ Եվ ես գրեթե համոզված եմ, որ ինչ էլ ասի Նիկոլ Փաշինյանը, ինքն էլ է դրանում համոզված եւ գոնե հույսով եմ, որ այդ ամենի համար նրանք նաեւ պատրաստվում են։ Ճիշտ է, ուրիշ հայտարարությունների անում, բայց աչքի առջև ունի եւ պատրաստվում են նման վտանգների դեպքում ինչպես է գործելու Հայաստանը։ Փաշինյանը նաեւ հայտարարել է, որ Հայաստանը չի կոնֆլիկտի մեջ մտնելու Ռուսաստանի հետ, նա ասում է, որ նախ մեր մասշտաբները ուրիշ են, երկրորդը ասում է, որ մենք էլ մի մոռացեք, որ լիարժեք անդամ ենք ԵԱՏՄ-ի։ ԵԱՏՄ-ի լիարժեք անդամ լինելը սա պարզ է, այսինքն Ռուսաստանին միշտ հասկացնել են տալիս, որ դու միայնակը չես ԵԱՏՄ-ի մեջ, բազմաթիվ երկրներ կան եւ մենք քո նման մի լիարժեք անդամ ենք, երբ որ դու հայտարարություններով ես հանդես գալիս, թե իբր դու ես ղեկավարը ԵԱՏՄ-ի, իրականում դա այդպես չէ։ Իրականում փաստաթղթերով բոլորս հավասար ենք։ Սա է ուզում նաեւ Փաշինյանը ասել իր երեկվա հայտարարության մեջ։ Բայց կարևորը նաեւ այն է, որ Փաշինյանը երեկվա իր հայտարարության մեջ ասում է, որ Հայաստանի անդիմադիր կոչվածները հատուկ պրովոկացիաներ են անում, այդ սադրանքները հատուկ արվում են նրա համար, որ ավելի խորացնեն խնդիրները Ռուսաստանի եւ Հայաստանի միջև։ Ինչքան էլ մենք փաստում եւ արձանագրում ենք, որ Ռուսաստանից կա նման պատվեր, Ռուսաստանից կա նման հիբրիդային հարձակում եւ Ռուսաստանի կողմից այդ ուժերը օգտագործվում են, բայց նույն ժամանակ մենք մեր եթերում, ես այս մասին շատ եմ խոսել, փաստում ենք նաեւ այն, որ մեկ-մեկ այդ անդիմադիր կոչվածները ինքնագործունեությամբ նույնպես զբաղվում են եւ անում են այն ավելիով, քան իրենցից պահանջվում է։ Ինչ պահանջում է Ռուսաստանը, անում են, մի փոքր ավել են անում եւ ավելի մեծ վնաս են հասցնում հայ-ռուսական հարաբերություններին դրանով։ Եվ կարծում եմ, հենց դրա մասին էր խոսում երեք Փաշինյանը։ Կարևոր է կարծում եմ այն, որ նա նաեւ անդրադարձավ պատժամիջոցներին,
Ռուսաստանի մասով ասում է, որ Հայաստանը պատժամիջոցներ չի մտցրել, բայց Եվրոպայում մի պահ կասկածում էին, որ Հայաստանը հետևում է սանկցիաներին, պատժամիջոցներին եւ Հայաստանը իրոք անում է այնպես, որ ինքն էլ չընկնի պատժամիջոցների տակ, այսինքն այն պատժամիջոցները, որոնք որ կան, այդ պատժամիջոցներին ես որքան հասկացա Հայաստանը հետևում է եւ հիմա արդեն եվրոպացիները որքան հասկանում եմ կասկած չունեն Հայաստանի մասով, ինչը բնականաբար շատ լավ է։ Այսօր նաեւ հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նրա խոսքերով Հայաստանի հետ իրենց հարաբերությունները գործընկերային են, բայց ոչ հեշտ, հաշվի առնելով, որ Արևմուտքը փորձում է Հայաստանին ներքաշել իր ուղեծիր։ Ըստ Լավրովի Հայաստանին փորձում են ներքաշել իրենց ուղեծիր եւ Հայաստանը դարձնել հակառուսական մեկ օջախ եւս, բայց ես գիտեմ, որ Հայաստանը ինքն է փորձում ներքաշել եվրոպացիներին Հայաստան, որպեսզի մենք խաղաղություն ունենանք հայ-ադրբեջանական սահմանին, որպեսզի հայկական տնտեսությունը աճ գրանցի, Հայաստանը դառնա զարգացած եւ բարեկեցիկ երկիր։ Հայաստանը ինքն է թույլ տալիս, որ Եվրոպան մտնի Հայաստան, եւ դա բխում է մեր ազգային ու պետական շահերից, եւ դա չի արվում ընդդեմ Ռուսաստանի կամ ընդդեմ ռուսների, այլ ճիշտ հակառակը Հայաստանի իշխանությունները միշտ էլ հայտարարել են, որ նման բան չի լինի, եթե Ռուսաստանը ինքնուրույն ինչ որ կոշտ քայլերի գործողությունների չդիմի ընդդեմ Հայաստանի, ապա նման բան Հայաստանից սпасելը անիմաստ է։ Ռուսները նման մտավախություն իրոք պետք է չունենան։ Ուղղակի իրենց համար մեկ խնդիր կա, եւ դա փաստ է, եւ սա մենք բոլորս գիտենք, որ Ռուսաստանը իրեն ճիշտ չի պահել, շատ երկար ժամանակ ճիշտ չի պահել եւ հատկապես շատ վատ է պահել իրեն 20 թվականից սկսած, 2020 թվականից սկսած։ Սա փաստ է, եւ սա լուրջ խնդիր է հայ-ռուսական հարաբերությունների համար։ Հայտարարությամբ է հանդես եկել նաև Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նախ ասեմ այն, որ Լավրովի հայտարարությունը եւ Օվերչուկի հայտարարությունը փոխում են արդեն իրենց նախկին ոճը։ Այն ոճը, որ մենք ունեինք այս մի քանի օրերի ընթացքում, քանի օր է անցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովից 10 օր էլ նորմալ չի անցել, չէ՞։ Բայց ահա Ռուսաստանը արագ փոխում է իր հռետորաբանությունը։ Պուտիններ գագաթնակետը Պուտինի փաստացի հայտարարություններն էին Վոլոդինի եւ հիմա մենք տեսնում ենք արդեն, որ իրենք էլ հասկացան, որ շատ սուր հայտարարություններով հանդես եկան, պետք է փոխել իրենց քաղաքականությունը, քանի որ իրենք կկորցնեն։ Իրենք էլ են կորցնելու իրենց այդ քաղաքականության պատճառով։ Հիմա Օվերչուկը ասում է այն, որ Հայաստանը իրենց համար շատ մտերիմ երկիր է, մենք մեծ հարկանք ունենք Հայաստանի ժողովրդի նկատմամբ, ասում է Օվերչուկը, եւ ինչ որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության միջեւ, այսինքն այս երկը մենք արդեն երևի մի 10 անգամ առնվազն միայն Օվերչուկից ենք լսել։ Բայց նա նույն ժամանակ ավելացնում է այն, որ իհարկե իրենք իբր ըմբեռնումով կմոտենան հայ ժողովրդի ցանկացած ընտրության հետ, բայց գիտենք, թե ինչ սպառնալիքներ էր անում իր շեֆը օրեր առաջ, ինչպես նաև Վոլոդինը օրեր առաջ, նույն փաստացի սպառնալիքներ, որ Հայաստանը կվերածվի երկրորդ Ուկրաինայի։ Իմիջայլոց այդ հարցը սկսել են Հայաստանում էլ քննարկել, ես տեսնում էի այսօր նաև տեսա այդ քննարկումները եւ վստահ կարող եմ ասել, որ չէ, սիրելի հայրենակիցներ, Հայաստանը միանշանակ երկրորդ Ուկրաինա չի դառնա։ Լուրջ մի ընդունեք այդ սպառնալիքները։ Արդեն Ռուսաստանը սկսում է փոխել իր դիրքորոշումը եւ մոտեցումները։ Դիմացեք ընդամենը 1 ամիս եւ դուք կհամոզվեք, որ ես ճիշտ էի ասում։ Դուք կհամոզվեք, որ Ռուսաստանը կփորձի նորմալացնել իր հարաբերությունները Հայաստանի հետ։ Արդեն իսկ Լավրովի եւ Օվերչուկի հայտարարության մեջ ես լուրջ փոփոխություններ եմ տեսնում։ Հիմա սիրելի հայրենակիցներ անդրադառնանք Չինաստան այցին Դոնալդ Թրամփի, հետո Ուկրաինային եւ Իրանին։ Չնայած որ Թրամփի այցը Չինաստան կապված էր նաեւ Ուկրաինայի հետ եւ Իրանի հետ։ Ինքն այս հարցերը իրար հետ կապված են եւ արիք միանգամից միասին այս հարցերը քննարկենք։
Օրինակի համար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ եթե Չինաստանը փորձի գրավել Թայվանը, դա մեծագույն սխալ կլինի Չինաստանի կողմից, իսկ Թրամփը ասում է, որ հələ ինքը դեռ չի որոշել զենք մատակարարելու է, թե չէ Թայվանին։ Թրամփը շատ է գովել Սի Դինպինին, երեք էր գովում, այսօր է գովել, մի քանի օր է գովում է, տարբեր կոմպլիմենտներ է անում Սի Դինպինին, երևի դրան չանդրադառնանք, բայց շատ երկար կոմպլիմենտներ է անում, ինչը նշանակում է այն, որ Թրամփը ուզում է լեզու գտնել Չինաստանի հետ, եւ ես որքան հասկանում եմ, լեզու ինչ որ միտեղ գտել են, պայմանավորվել են 200 Boeing ինքնաթիռ վաճառել արդեն Չինաստանին, լավ առևտուր անել միասին, կան տեղեկություններ, որ քննարկվել են նաեւ Իրանի հարցը, Թրամփը հայտարարել է, որ Սի Դինպինը ուզում է օգնել Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որ Իրանի մասով պայմանավորվածություններ այնուամենայնիվ ստացվեն, ձեռք բերվեն, քանի որ Չինաստանն էլ է նավթ գնում ձեռք բերում Իրանից եւ այն շարունակելու է Հորմուզի նեղուցով ստանալ նավթ։ Ինչ այլոց Թրամփը առաջարկել է նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից էլ գնել նավթ։ Եվ Թրամփի խոսքերով դա հետաքրքրել է իբր Սի Դինպինին։ Ինչու եմ ասում իբր, քանի որ Թրամփի հայտարարությունները փոփոխական են, բայց վաղը մյուս օրը մենք կտեսնենք արդեն ամերիկյան մամուլում քննարկումներ եւ տեղեկություններ, որոնք որ ավելի կարծես ճշգրիտ կլինեն, ընդհանուր պատկերը կստեղծվի։ Սակայն այսօրվա դրությամբ ընդհանուր պատկերը այնպիսին է, որ կարծես թե վատ հանդիպում այնուամենայնիվ տեղի չի ունեցել, լավ հանդիպում է եղել, Թայվանի հարցը միանշանակ քննարկվել է, Իրանի հարցը նույնպես քննարկվել է, ինչպես նաև Ուկրաինայի հարցը։ Ուկրաինայի մասով եւս մտադրություն ունի Թրամփը, որ կարող է հասնել պատերազմի դադարեցման։ Այդտեղ էլ կան հայտարարություններ, Թրամփը ասում է, որ ուղղակի այս վերջին հարձակումները շատ բարդացրին իրավիճակը, ոսկե ռուսական հարձակման մասին է հավանաբար Թրամփը չի ավելի մանրամասնել, բայց մենք տեսանք, թե ինչքան զոհեր եւ վիրավորներ կան հիմա Ուկրաինայում այդ ռուսական հարձակման պատճառով։ Փաստացի այդ 3 օրվա զինադադարից հետո Ռուսաստանը աննախադեպ թվով դրոններ եւ հրթիռներ արձակեց Ուկրաինայի վրա, տարբեր տվյալներով 1600-ից ավել դրոն միանգամից բաց է թողել Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ։ Եվ քանի որ Ուկրաինայից խոսեցի, միանգամից նշեմ, որ Ուկրաինան էլ պատասխան գործողություններ է իրականացրել, Ռուսաստանում էլ դրա պատճառով զոհեր կան, այսինքն այնպես չէ, որ միայն Ուկրաինան է տուժում, Ուկրաինան կարողանում է նաև պատասխան հարվածներ հասցնել, դրանից բացի տեղեկություն կա, որ Ուկրաինան կարողացել է ոչնչացնել ռուսական ամֆիբիա ինքնաթիռ B200 CS ինքնաթիռը իր դրոնների միջոցով, եւ սա շատ կարևոր հաջողություն է Ուկրաինայի համար։ Եվ քիչ առաջ նաև Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը ծրագրում է երկրորդ ուղի ֆրոնտ, երկրորդ ճակատ բացել Ուկրաինայի դեմ Բելարուսի ուղղությունից։ Զելենսկին փաստացի այս մասին արդեն մոտ 1 շաբաթ 10 օր է զգուշացնում է եւ այսօր ավելի հստակ էր իր զգուշացումը, որ նման բան կարող է տեղի ունենա։ Եթե սրան գումարենք նաեւ Լուկաշենկոյի հայտարարությունը այն մասին, որ հիմա շտաբ մոբիլիզացիա է պետք իրականացնել Բելարուսում եւ հիմա սկսել են իրականացնել այդ մոբիլիզացիան, դա ամենայն հավանականությամբ համապատասխանում է իրականության, որ նման բան կարող է տեղի ունենալ։ Եվ Ուկրաինայի նկատմամբ երկրորդ ճակատ բացվի Բելարուսից։ Կիսատ մնաց քննարկումը Թրամփի եւ Սի Դինպինի հանդիպման վերաբերյալ, Թրամփը ասում է, որ Սի Դինպինը խոստացել է, որ զենք չի մատակարարելու Իրանին, բայց ինչի դիմաց է խոստացել, սա շատ հետաքրքիր է, կարող է Սի Դինպինը ասած լինի, եթե դուք զենք չմատակարարեք Թայվանին, մենք էլ չենք մատակարարելու Ուկրաինային, դա իմ պատկերացումն է։ Եվ կարևորը, կարծում եմ այն է, որ մենք հիմա ստանում ենք տեղեկություն այն մասին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները վերջնական մերժեց 14 կետանոց Թեհրանի
առաջարկությունը, ավելի ճիշտ պահանջ էին դրան, ոչ թե առաջարկություն, եւ Թրամփը վերադառնալով հայտարարություններ արել Իրանի մասով, ասելով, որ 20 տարվա ատոմային ռումբ կամ ուրանի չհարստացնելու ծրագիրն է սեղանի վրա եւ եթե իրոք Իրանը համաձայնվի երաշխիքներ տալ, որ 20 տարի իրենք նման հետազոտություններ չեն իրականացնելու, այդ ուղղությամբ գործեր չեն իրականացնելու, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգները կհամաձայնվի, քանի որ բավականին երկար ժամանակ է, բայց եթե իրականում նման պայմանավորվածություններ ձեռք բերեն, բայց Թրամփը նաև ասել է վերադառնալով Չինաստանից այն, որ իրենք 70-ից 75%-ը իրենց գործի ավարտել են Իրանի մասով, մնացածն էլ շուտով կավարտեն։ Սա նշանակում է ամենայն հավանականությամբ այն, որ կարող է պատերազմը վերսկսվի ցանկացած պահի։ Հայտարարությամբ է հանդես եկել նաև Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին։ Իսկ ինչ է ասում Աբբաս Արաքչին։ Աբբաս Արաքչին ասում է, որ Ռուսաստան այցի ժամանակ Սանկտ Պետերբուրգում ինքը Պուտինի հետ քննարկել է Ռուսաստանին փոխանցելու հարցը, այդ հարստացված ուրանի փոխանցման հարցը, բայց հետո ասում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ քննարկումների ժամանակ ընդհանուր մեկ եզրահանգման են եկել, որ լավ է այդ հարցը հետո քննարկեն, այսինքն ատոմային ծրագրի հարցը թողնեն վերջում բոլոր քննարկումների։ Մոտավորապես այդ ոչի հայտարարություն է արել Աբբաս Արաքչին։ Եվ վերջում կարծում եմ կարևոր է անդրադառնալ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունը ՆԱՏՕ-ի մասով, որpիսի մենք հասկանանք, թե ինչ է կատարվում հիմա ՆԱՏՕ-ում, ՆԱՏՕ Միացյալ Նահանգների հարաբերությունները, Եվրոպա Միացյալ Նահանգները, դրա համար Մարկո Ռուբիոյի այս հայտարարությունը կարծում եմ շատ կարևոր է եւ պարզություն է մտցնում։ Մարկո Ռուբիոն ասում է, որ ինքը միշտ կողմնակից է եղել Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի ծերտ համագործակցությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայությանը ՆԱՏՕ-ում նրա համար, որ իրենք տարբեր բազաներ ունեն Եվրոպայում եւ իրենց գործողությունների ժամանակ Մերձավոր Արևելքում կարող են օգտվել այդ բազաներից, այդ երկրներից։ Իսկ հիմա նա ասում է, որ փաստացի մենք տեսանք, որ բազմաթիվ երկրներ Եվրոպայում փակում են ամերիկացիների առջև իրենց դռները եւ ամերիկացիները չեն կարող օգտվել ՆԱՏՕ-ի այդ ստեղծած հնարավորություններից։ Եվ հետո հարց է տալիս Մարկո Ռուբիոն, եթե այդպես է, ապա որն է մեր օգուտը ՆԱՏՕ-ից։ Հիշում եք, չէ, այս մասին ես էլ էի իմ կարծիքը հայտնում, ասում էի, որ Եվրոպան այնուամենայնիվ սխալ վարվեց։ Եվրոպական երկրները Իրանի հարցով այնուամենայնիվ սխալ վարվեցին։ Դա իմ տեսակետն է, իմ կարծիքն է, չնայած հասկանում եմ, թե ինչու այդպես վարվեցին Թրամփի հայտարարությունների պատճառով անպատասխանատու հայտարարությունների եւ վարքի, բայց Եվրոպան երևի պետք է ամենայն հավանականությամբ ավելի ճկուն գտնվեր եւ դա կբախեր Եվրոպայի շահերից։ Այսօր մենք տեսանք նաեւ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարությունը Թրամփի մասով եւ նա էլ փաստացի խոստովանում է, որ վիճել կամ հակաճառել Թրամփի հետ շատ վտանգավոր է։ Վնասը հասցվում է իրենց երկկողմ հարաբերություններին եւ իմաստ չունի իրոք անիմաստ է վիճել Դոնալդ Թրամփի հետ։ Վնաս է տալիս դու քո երկրի ազգային ու պետական շահերին։ Այսքանը հիմնականում սիրելի հայրենակիցներ, այսօրվա համար հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։